Բարև ձեզ, այսօր փաստաբանի ընդունարան հաղորդաշարի շրջանակներում զրուցելու ենք կրկին Տիգրան Սարգսյանի հետ։ Այսօր կփորձենք հասկանալ, թե ինչպես որոշեցիք ստեղծել իրավունքի համահայկական կենտրոնը, նրա նպատակները եւ առաքելությունը որն է, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ։ Դեռևս 2007-2008 թվականներից ես հետաքրքրված եմ եղել աշխարհում ապրող հայերի իրավունքների պաշտպանությամբ։ Հրապարակումներ ունեմ գիտական ամսագրերում, որտեղ ներկայացրել եմ հայկական աշխարհի կառավարման մեխանիզմները եւ նաեւ նպատակները, արդյունքները, որոնք ակնկալվում են։ Մենք հսկայական ռեսուրս ունենք Հայաստանից դուրս եւ այդ ռեսուրսը արդյունավետ օգտագործելու համար պետք է համախմբում լինի եւ որպես իրավաբանք ցանկանայի իմ ներդրումը ունենալ, որ համախմբումը լինի իրավունքի շուրջ լինի, քանի որ այսօր մարդու իրավունքները, մարդու արժանապատվությունը եւ կյանքի իրավունքը, արարելու իրավունքը առաջնային են, այդ իրավունքների երաշխավորմամբ նոր արդեն ստեղծվում են մնացած պայմանները բարեկեցիկ, ապահով, անվտանգ ապրելու համար։ Այսօր աշխարհի հայերը դժվարությունների մեջ են եւ Հայաստանում ապրող հայերը եւ Հայաստանից դուրս ապրող հայերը բազմաթիվ խնդիրներ ունեն եւ այդ խնդիրները հնարավոր է լուծել, եթե մենք միավորվենք, որպես իրավաբան ես գտնում եմ, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ եւ հայերին միավորել հայկական իրավունքի շուրջ։ Երկար տարիներ ունենալով այդ տեսլական, այդ երազանքը փորձել եմ դրա մասին խոսել, նաեւ գիտական ամսագրերում հոդվածներ կան եւ դա նաեւ իմ համար ուղղորդող եղավ եւ ես սկսեցի զբաղվել դրսի հայերի իրավունքների պաշտպանությամբ։ Շատ խնդիրներ ունեն մեր հայերը արտերկրում։ Առաջին 3 կարևոր խնդիրները որոնք են, պարոն Սարգսյան։ Ամենամեծ խնդիրը դա հայրենիքի հետ կապի բացակայությունն է։ Մենք բազմաթիվ հայեր ունենք, որ չեն կարողանում վերադառնալ, չեն կարողանում այստեղ գործունեություն ծավալել, չունեն փաստաթղթեր եւ դրա պատճառը հայրենիքում ունեցած խնդիրներն են։ Խնդիրները հիմնականում կապված են բանակային ծառայության հետ, հիմնականում, ոչ միայն, բայց հիմնականում դրա հետ են կապված։ Եվ հիմնադրեցինք, որպեսզի ավելի մեծ ծավալով եւ ավելի մեծ հնարավորություններով կարողանանք օգնել հայերին։ Իրավունքի համահայկական կենտրոնի նպատակը հենց ազգային իրավապաշտպան գաղափարների տարածումն է։ Ամենամեծ նպատակը հայրենադարձությունն է, որովհետեւ մենք գտնում ենք, որ ինչքան էլ մենք դրսում հայերի իրավունքները պաշտպանենք, միևնույն է ամեն ինչ լիարժեք չի լինի, լիակատար չի լինի։ Եթե մենք Հայաստանում չենք։ Այո, եթե մենք հայրենիքում չենք։ Հայրենիքում լինել անպայման չի ֆիզիկապես, մտքով, հոգով, գործունեությամբ, ներդրումներով պետք է մեր հայերը լինեն հայրենիքում։ Անպայման չէ ֆիզիկապես։ Եվ այստեղ նույնիսկ քաղաքացիությունը այնքան էական չի։ Ազգությամբ հայ լինելը իմ համար առաջնային է։ Մեր հայերը կարող են լինել նաև այլ պետությունների քաղաքացիներ, բայց իրենց ներդրումները պետք է ուղղեն Հայաստան։ Նմանად որ հիմա հնարավորություն կա երկքաղաքացիություն։ Այո, իհարկե։ Իզուր չէ, որ մեր պետությունը երկքաղաքացիություն ընդունել է եւ դա հաշվի առել մեր Սփյուռքի գոյությունը, արկայությունը նման պայմաններում իհարկե սա մեր համար շատ կարևոր է երկքաղաքացիության ինստիտուտը։ Եվ հայրենադարձություն, վերադարձ հայրենիք, ներդրումներով, նպատակներով, երազանքներով, որպեսզի վերադարձ լինի հայրենիք, պետք է հայրենիքում խնդիրները կարգավորվեն։ Սա կարևոր նպատակներից մեկը, որ դրված է մեր կազմակերպության հիմնադրման հիմքում։ Շատ են վերադառնալ ցանկացողները, որոնք այդպիսի խնդիրների Գիտեք, երազում են։ Մենք Եվրոպայում ապրող մեր հայերի հետ խոսում ենք, բոլորի երազանքը Հայաստան վերադառնալն է։ Այստեղ ապրող հայերին թվում է, թե Եվրոպայում լավ են ապրում, Եվրոպայում հեշտ է։ Շատ դեպքերում նույնիսկ մենք նայում ենք սոցցանցերում գրում են, ասում են, ձեզ ինչ կա, Հայաստանից գնացել եք, Եվրոպայում կյանքն եք վայելում, կամ Ռուսաստանի Դաշնությունում, կամ Միացյալ Նահանգներում, այդպես չի։ Որ խոսում ենք մեր հայերի հետ գնացողները, Եվրոպա գնացողները, հիմնականում Գերմանիա գնացողները, բոլորը խոսում են, որ անբուժելի հիվանդություն են ունեցել եւ փրկություն է եղել Գերմանիա մեկնելը, որտեղ այնտեղ բժշկության առողջապահության մակարդակը բարձր է։ Խոսում են, որ այստեղ կա ապահովագրություն, այստեղ այն դեղերը, որ այստեղ վճարովի է, այնտեղ անվճար է տրվում։ Եվրոպա գնացողները հիմնականում առողջության հետ կապված ընտանիքից որևէ մեկը հանկարծակի հայտնաբերվում է հիվանդություն եւ այսպես ամեն ինչ Հայաստանում վաճառել ու գնացել են։
Ռուսաստան մեկնողներին ուրիշ է, նրանք էլ այդ աշխատանքային էլի նույն տրամաբանությամբ այստեղ վաճառել են ունեցած չունեցածը գնացել են Ռուսաստանի դաշտություն։ Պարոն Սարգսյան, նաև զրուցենք այն մասնավորապես այն խնդիրների մասին, որոնք ձեր կենտրոնը աջակցություն ցուցաբերում մեր Եվրոպայից, Միացյալ Նահանգներից կամ Ռուսաստանից վերադարձող կամ վերադառնալ ցանկացող քաղաքացիներին։ Դուք նշեցիք, որ մեծամասամբ դա բանակային խնդիրների են առնչվում։ Հիմա ինչ ունենք այդ կոնտեքստում, պարոն Սարգսյան, ու ինչ առաջընթաց կա այդտեղ։ Նայեք, մենք ունենք բազմաթիվ տղաներ, ովքեր կարող են հանգիստ գալ Հայաստան, բայց իրենք տեղեկացված չեն։ Իրենք իրականում քրեական գործեր չունեն, խնդիրներ չունեն, բայց մտածում են, որ ունեն։ Այո, մուտքը ելքը բաց է, բայց չեն գալիս, վախենում են։ Դրանք այն տղաներն են, ովքեր զինվորական հաշվառման չեն կանգնել։ Իրենք համարվում են Հայաստանի քաղաքացի, իրենք ունեն պարտավորություն զինվորական հաշվառման կանգնելու, բայց եթե զինվորական հաշվառման չեն կանգնում, դրա համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ օրենսդրությամբ։ Այն տղաները, ովքեր մեկնել են Հայաստանից մինչև 16 տարեկան, իրենք չեն հաշվառվել եւ հետեւաբար քրեական գործ հետապնդում չունեն եւ կարող ենք տեղեկացնել, իրազեկել, որ իրենք անարգելք կարող են մոտ գործել Հայաստան եւ ելք գործել եւս։ Պարոն Սարգսյան, ներողություն, այդ դեպքում եթե իրենք վերադառնում են Հայաստան, պետք է արդեն հաշվառվեն, հետևանքները որոնք կլինեն։ Քրեական գործ չկա, բայց այո, զինվորական ծառայության ոլորտը կարգավորող օրենսդրությունը նախատեսում է պարտավորություն, այո, իրենք պարտավոր են զինվորական հաշվառման կանգնել, բայց մեր օրենսդրությունը չի նախատեսում սանկցիա դա չանելու համար։ Եվ այն տղաները, ովքեր չեն կանգնել զինվորական հաշվառման եւ ունեն այլ պետության անձնագիր, օգտվելով, միգուցե դա անվանենք օրենսդրական բաց, բայց դա հնարավորություն է տալիս, որ մեր երիտասարդները հանգիստ գան գնան։ Մի խումբը իրենք են եւ մեր հետ խորհրդակցելով, մենք նաեւ տվյալները լրացուցիչ ճշտելով, իրենց հավաստիացնում ենք, որ խնդիր չկա, անհրաժեշտության դեպքում նաև տրամադրում ենք գրավոր փաստաթղթեր, որ իրենք համոզված լինեն, այո, վստահ լինեն, իրենց մեջ այդ վախերը կոտրվի եւ գան գնան, հարյուրներով գալիս գնում են նույնիսկ հազարներով։ Պարոն Սարգսյան, այստեղ եւս մեկ հարց, եթե մարդիկ մինչև 16 տարեկանն են գնացել, հաշվառման չեն կանգնել, հետեւաբար նաև չունեն անձնագիր։ Այդ դեպքում ինչպես պետք է տեղ ունենա վերադարձը։ Սա վերաբերվում է նրանց, ովքեր ունեն երկքաղաքացիություն, այսինքն ունեն այլ պետության անձնագիր եւ այլ պետության անձնագրով գալիս գնում են։ Պատկերացնենք 4-5 տարեկանից է մեկնել կամ 10-12, 15 տարեկանից է մեկնել, հետո ստացել է Ռուսաստանի Դաշնության անձնագիր, եվրոպական որևէ պետության անձնագիր, Միացյալ Նահանգների անձնագիր։ Ինքը այլ պետության անձնագրով գալիս գնում է։ Նաև եթե չունի այլ պետության անձնագիր, կարող է մեր հայկական դեսպանատներից վերցնել Հայաստան վերադարձի վկայական եւ հանգիստ վերադառնալ Հայաստան, այս դեպքում արդեն ելքը խնդիր կլինի, ինքը պետք է վերցնի հայկական անձնագիր, որ կարողանա նաև դուրս գալ երկրից։ Տեսեք, մի խումբը մարդիկ, ովքեր չունեն խնդիր։ Մյուս խումբը, ովքեր ունեն խնդիրներ։ Նրանց մենք բաժանում ենք եւս խմբերի, կան քաղաքացիներ, ովքեր ունեն խնդիրներ, բայց այդ խնդիրները շատ հեշտ կարգավորելի են, բացատրեմ ինչպես։ Օրինակ, անձանց 37 տարին լրացել է։ Տեղեկացնենք, որ 37 տարին լրացած մեր քաղաքացիները, եթե զինվորական ծառայություն չանցնելու հետ կապված քրեական գործեր ունեն, դրանք շատ հեշտ առանց իրենց գալու կարելի է այդ քրեական գործերը, քրեական հետապնդումները դադարեցնել ընդհանրապես միջնորդություն ներկայացնելով։ Այսինքն հերակա վարույթներ են իրականացվում։ Այո, առանց մասնակցելու, առանց երկրում լինելու։ Հա, տեսեք, մեր օրենսդրությունը այս պահին նախատեսում է, որ զորակոչի 15-ը տարիքը 18-ից 27-ն է։ Սա միջին ծանրության հանցանք է եւ ասում է հանցանքն ավարտվելու պահից, եթե անցնում է 5 տարի, իսկ եթե հետախուզման մեջ է 10 տարի։ Վաղեմության ժամկետ է անցնում եւ հանցանքի մեջ մեղադրվող անձը ազատվում է պատասխանատվությունից։ Հետախուզման դեպքում 10 տարի է, եթե այսինքն 47 տարն է, չէ 37։ Հիմա 37, բայց օրենսդրական փոփոխություններից հետո 10 տարին արդեն կհաշվենք 32 տարեկանից։ Այո, եթե տեղ ունենա։ Այո, առաջին նախագծում նախատեսված էր 37, այդ դեպքում 47-ը։ Այս պահին հաշվում ենք 27-ից եւ վաղեմության ժամկետն անցնում է 37-ում։ Ընդամենը միջնորդություն, որը
ինքը ներկայացնում է, մենք օգնում ենք եւ քրեական գործը դադարեցվում։ Մի տարբերակը սա է։ Մյուս տարբերակը տեսեք, տղաներ կան, ովքեր առողջական խնդիրներ ունեն եւ եթե գային զորակոչին մասնակցեին, իրենք ճանաչվելու են ոչ պիտանի։ Նման տղաներ կան եւ իրենք չեն եկել, չեն մասնակցել զորակոչին։ Ինչ է եղել։ Իրենք չեն եկել, չեն մասնակցել զորակոչին, Զինկոմիսարիատը գործեր ուղարկել է քննչական կոմիտե, քրեական գործերին հարուցվել, հետախուզում է հայտարարվել, բայց եթե իրենք գային, միևնույն է չէին գնալ, հա։ Տղաները գալիս են հիմա 27-ից հետո, հայտարարում են, որ ունեցել են առողջական խնդիր, ներկայացնում են բժշկական թղթերը, նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն, հաստատվում է, որ կա այնպիսի խնդիր, որով ինքը պիտանի չէր, եթե պիտանի չէր, գար չէր գնալու, հետևաբար այո, հետևաբար ինքը հանցանք չի արել եւ նման դեպքերում իրենց ներկայանալով, դատաբժշկական փորձաքննություններ անցնելով, իրենց նկատմամբ քրեական հետապնդումներ դադարեցվում։ Մի դեպքը սա 37-ի մասին խոսեցի, տեսեք 27-ը լրանալուց հետո 10 տարի մարդիկ կան, որ 24 տարեկանում երկրորդ երեխան են ունեցել, այսինքն իրենց մոտ տարիքը ոչ թե 18-ից 27, այլ 18-ից 24 է, արդեն վարությունը հաշվում է 24-ից։ Ճիշտ է, այո, ինքը որտեվ 24-ից արդեն ենթակա չի եղել, իր հանցանքն ավարտվել է 24 տարեկանում, հետևաբար վաղեմության ժամկետը 34-ում է ավարտվել։ Այս տղաները գալով Հայաստան, իրենք ոչ վճարում են կատարում եւ ոչ էլ ծառայություն մեկնելու պարտավորություն ունեն, իրանց նկատմամբ քրեական գործերը դադարեցվում է առանց վճարման եւ առանց ծառայելու պարտադրանքի եւ առանց քրեական գործի։ Այո, եւ ունենք տղաներ, ովքեր ընկնում են վճարման օրենքի տակ։ Իրենք եւս շատերը նաեւ ողջավորված են, գալիս են, վճարում են։ Նկատի ունեք գործող օրենսդրությամբ։ Այո։ Գործող օրենսդրությամբ, եթե 27 տարին լրացել է մինչև 24 թվականի փետրվարի 12-ը, իրենք հնարավորություն ունեն գալ ներկայանալ վճարել 15 միլիոն դրամ ընդհանրապես ազատվել քրեական պատասխանատվությունից եւ ծառայությունից, վճարել 8 միլիոն դրամ ծառայել 1 ամիս ազատվել եւ քրեական պատասխանատվությունից եւ հետագա բոլոր տեսակի պարտավորություններից, որ Հայաստանի առաջ կա, հնարավորություն կա 5 միլիոն դրամ վճարելու եւ 6 ամիս ծառայելու եւ մենք ունենք հնարավորություն 2.5 միլիոն դրամ վճարելու 1 տարի ծառայելու, հա։ Այս բոլոր հնարավորությունները օրենսդրությունը այս պահին նախատեսում է եւ ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, ասել, որ նրանք, ովքեր կարող են վճարել, հնարավորություն ունեն, թող շտապեն, որովհետեւ հիմա ազգային ժողովում կա նախագիծ եւ շատ բան փոխվելու է։ Եթե հիմա 15 միլիոն վճարում ես, ընդհանրապես չես ծառայում, հետո կներն են բարձրանալու, տարիքն է բարձրանալու, ժամկետն ավելի բարձրանալու։ Հիմա 24 միլիոն վճարելու եւ 1 ամիս ծառայելու պարտավորություն կա։ Կամ 1 ամիսը եթե հիմա 8 միլիոն ես վճարում, հետո նախագիծ ընդունվելուց հետո, հա, 24 միլիոն է վճարելու։ Այսօր կարա ինքը 8 միլիոն վճարի, 1 ամիս ծառայի, հարցը կարգավոր է։ Տեսեք, սրա մասին մենք խոսում ենք եւ մեր կազմակերպության նպատակը նաեւ մեր հայրենակիցներին տեղեկացնել, իրազեկել, որ իրենք բաց չթողեն, թեկուզ այս վճարման հնարավորությունները որ կա։ Պարոն Սարգսյան, մի փոքր էլ այդ հերակավարույթները, որպեսզի հասկանան մարդիկ, թե ինչ է նշանակում հերակավարույթ, ինչ պետք է անել, որպեսզի նրանց նկատմամբ քրեական գործը կարճվի առանց իրենց ներկայության։ 37 տարին լրացած անձինք այս դեպքում միանշանակ են, որ ասում են երաշխավորված արդյունք է լինում, մենք միջնորդությունը կազմում ենք, ուղարկում ենք, իրենք այնտեղ ստորագրում են, նոտարով հաստատում, ուղարկում են մեզ եւ այս դեպքում, քանի որ օրենքը իմպերատիվ նշում է, այլընտրանք չի թողնում քննիչին, քրեական հետապնդումը դադարեցվում է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Կան դեպքեր, որ թողնված է քննչական կոմիտեի հայեցողությանը։ Եթե օրինակ անձը չի կարողանում գալ մասնակցել, բայց վաղեմության ժամկետը չի հիմքը մեր միջնորդության 37 տարիքն է չի, այլ առողջական խնդիրներ կամ այլ հարգելի պատճառներով այդ դեպքում մենք միջնորդում ենք, խնդրում ենք հերակավարույթ իրականացնել, այստեղ քննչական կոմիտեի նաև հայեցողությանն է թողնված, եթե քննչական կոմիտեն գտնում է, որ գործի քննության արդյունավետությունը չի տուժի, կարող է հարուցել հերակավարույթ եւ առանց անձանց անմիջական, առանց մեղադրյալների անմիջական մասնակցության գործը քննել եւ որոշում կայացնել։ Մեր համար շատ կարեւոր է, որ մենք նաեւ այս իրավական ոլորտում
մշակութային փոփոխություն բերենք։ Մեր մոտ տպավորություն կա, որ փաստաբանին, իրավաբանին դիմում են հիմնականում երբ որ ինչ-որ փորձանքների մեջ են ընկածնում, տես տպավորություն կա, եւ շատ դեպքում իրավաբաններին ընկալում են որպես պատժող մասնագիտություն, որպես հալածող մասնագիտություն, մենք նաեւ իրավունքի համայնքական կենտրոնի հիմնադրման նպատակն ենք նաեւ դրել, որ մենք իրավունքի եւ իրավաբանի մասնագիտության ընկալումը փոխենք։ Մենք ուզում ենք, որ իրավաբաններին ավելի շատ ընկալեն որպես օգնող, պաշտպանող, նույնիսկ պետության անունից մեղադրող դատախազը, երբ որ մեղադրում է, պատիժ է ուզում, ինքը կոնկրետ անձին մեղադրելով, կոնկրետ անձի համար պատիժ ուզելով, ինքը պաշտպանում է հասարակությանը։ Պաշտպանում է հասարակության հանցագործություններից, ոտնձգություններից, այսինքն իրավաբանի մասնագիտությունը եւ ընդհանրապես իրավաբանական ծառայությունները մենք ընկալում ուզում ենք փոխել։ Պարոն Սարգսյան, այդ անկալման փոփոխության համատեքստում գիտեմ, որ կենտրոնը զբաղվում է նաև երիտասարդների ուսուցմամբ կամ տրեյնինգներով, չգիտեմ, կուզեի դուք ներկայացնեիք, թե այդ ոլորտում ուսուցողական նոր ինչ-որ տեսանկյունից իրավաբանության եւ ընդհանրապես ձեր գործունեությանը ծանոթացնելու ուղղված ինչ քայլեր եք իրականացնում։ Մենք նպատակ ունենք դպրոցականներին, նաև ուսանողներին տեղեկացնել տարական իրավական գիտելիքների մասին, կարողանանք այնպես անել, որ իրենց կարողանան պաշտպանել, նաև իրենց հարազատներին կարողանան պաշտպանել, պատկերացնել նաև որպես երկրի քաղաքացի պետության կառուցվածքը, պետական կարևորագույն ինստիտուտների հիմնական գործունեությունը։ Այդ նպատակով մենք մշակել ենք դասընթացների ծրագիր, որը նաև այս ամիս իրականացվելու է, տարբեր դպրոցների հետ արդեն ունենք պայմանավորվածություն, նաև իմ Facebook-յան էջին հետևող շատ ծնողներ կան, երազում են, որ իրենց երեխաները դառնան իրավաբաններ, եւ մենք մասնագիտական նաև կողմնորոշման հարցում շատ օգտակար կլինենք, նրանք ովքեր հենց դպրոցական տարիքից հետաքրված են իրավաբանի մասնագիտությամբ, շատ ավելի մոտիկից կծանոթանան մեր դասընթացների շրջանակներում այդ մասնագիտության եւ գիտակցված որոշում կայացնեն։ Ես հիշում եմ, որ սովորում էի իրավաբանական ֆակուլտետում, շատերը ընդունվել էին իրենց ծնողների պարտադրանքով։ Պարտադրանքով կամ ավանդույթի բերումով հայրը իրավաբան է։ Այո։ Եվ չհասկանալով այդ մասնագիտության դերը, նշանակությունը, ընդունվել էին պարտադրանքով եւ լավ կլիներ, որ այն ծնողները, ովքեր ցանկանում են իրենց երեխաները դառնան իրավաբան, ոչ թե պարտադրանք, այլ հասկացնելով, ծանոթացնելով մասնագիտությանը եւ այդ առումով մեր կենտրոնը կարծում եմ կունենա ներդրում։ Իրավունքի համայնքական կենտրոնը կազմակերպելու է ուսումնառության ծրագրեր դպրոցականների համար, որտեղ դպրոցականները հանդիպելու են ոչ միայն իրավաբանների հետ, փաստաբաններ, դատավորներ, քննչական ապարատի աշխատողներ, այլ նաև հոգեբանների հետ եւ դասընթացները լինելու են ինտերակտիվ, նաև խաղերի ձևով, լինելու են նաև մուլտեր, որոնք վերաբերվում են իրավունքին, համակեցությանը, իրար օգնելուն եւ կարծում եմ, որ այս ամառային ամիսներին մեր դպրոցականները հետաքրքիր ներգրավվածություն կունենան մեր կենտրոնում։ Դպրոցականները մեր ուսումնառության ծրագրերի ավարտից հետո նաև կստանան հավաստագրեր։ Մենք նախատեսում ենք նաև ուսումնառության շրջանակներում երեխաներին կազմակերպել այցեր, տարբեր պատմամշակութային վայրեր, պարտադիր այցերի շրջանակներում գոշավանքը եւս նախատեսվում է։ Գուցե արժի նաև դատարաններ գնալ։ Այո, եւ դատարաններ, եւ ոստիկանություն, քննչական մարմիններ մենք պայմանավորվածություն ձեռք կբերենք, նաև դպրոցականներին կուղեկցենք նման պետական ինստիտուտներ։ Կան արդեն դպրոցներ, որ դպրոցների հետ համագործակցելու, ինչ տարիքային խմբերի հետ։ Մենք առաջարկներ ներկայացրել ենք բազմաթիվ դպրոցների եւ դրական արձագանքներ ենք ստացել։ Հիմա չեմ ուզի առանձնացնել, բայց այս պահին նույնիսկ նախնական մրցույթային կարգով դպրոցները փորձում են ընտրել իրենց լավագույն աշակերտներին, ովքեր կլինեն մեր առաջին ունկնդիրները։ Այդ մասով մենք բավականին լավ աշխատանք ենք տարել եւ հիմա էլ մեր գործունեության սկիզբը համընկնում է դպրոցներում ամառային արձակուրդների հետ եւ այդ առումով այո երեխաները բավականին
ոգևորված են մեր առաջարկներով։ Ինչ տարիքային խմբերի մասնակցության պետք է։ Մենք ցանկանում ենք, քանի որ 6 տարեկանից արդեն դպրոցներում երեխաները կարողանում են սովորել, հենց 6 տարեկանից սկսած իրավագիտակցության մակարդակը բարձրացնողված։ Այո, շատ կարևոր է, որ մենք երեխաներին սովորեցնենք նաև արժանապատվության իրավունքի մասին տեղեկացնենք, մեր սահմանադրական հիմնական իրավունքները, կյանքի իրավունք, արժանապատվության իրավունք, ընտանիքում ապրելու, ընտանիքում նաև պաշտպանված լինելու իրավունքի մասին խոսենք, անձնական անձեռնամխելիության իրավունքի մասին խոսենք, կրթվելու, դրանք շատ կարևոր են, եւ մենք նախատեսում ենք նաև երեխաների համար այդ ամեն ինչը կազմակերպել խաղերով, ինտերակտիվ, հետաքրքիր, ուսուցողական նաև իրավունքի վերաբերյալ ուսուցողական մուլտերով նման հետաքրքիր լավ ծրագիր ենք նախատեսում։ Եվ պարոն Սարգսյան, վերջում որպես հետքերություն երկու բառով անդրադառնայիք նաև համաներման ինստիտուտին, շատերը հետաքրքրված են, շատերը խնդիրներ ունեն եւ ամեն տարի կամ երբեմն տեղի ունենում այդպիսի ակտ պետության կողմից, հնարավորություն կա այս տարի այդպիսի բան կամ ինչ ոլորտներ կփակի դա, ինչ քրեական հանցագործությունների որ սպեկտրը։ Տեսեք, համաներման մասին ես մի քանի տարի արդեն խոսում եմ եւ համաներման այս գաղափարը կարծես թե մեծ աջակցություն ստացավ դրսում ապրող հայերի կողմից, սակայն երկրի ներսում որևէ մեկը ինձ բացի այո հետաքրքրված չէ։ Համաներումը կարևոր միջոցառում է, դա հասարակության մեջ խաղաղության, նաև իրար ներելու համար շատ կարևոր է։ Երբ մենք խոսում ենք համաներման մասին, սոցիալական ցանցերում խումբ կա, որն ասում է ինչի պետք է իմ տղան ծառայի, նրանք չծառային, հետո ներվեն։ Այդ անհանդուրժողականությունը մեղմելու համար երևի պետք է խոսենք, բացատրենք, պետք է մարդկանց ասենք, որ գիտեք, ձեր տղան ծառայել է, որովհետև դուք բարեբախտաբար ստիպված չեք եղել Հայաստանը լքելու, բարեբախտաբար դուք ձեր տունը չեք վաճառել, չեք գնացել օտարության մեջ, բարեբախտաբար այդ հիվանդություններ չեք ունեցել եւ դրանով պայմանավորված չգիտեմ, Եվրոպա չեք մտել, դա շատ լավ է, որ ձեր տղան ծառայել է, բայց եկեք հասկանանք նաև նրանց, ովքեր դժբախտությունների պատճառով հայրենիքը թողել գնացել են եւ հնարավորություն չեն ունեցել ծառայելու, ոչ թե փախել են, այլ հնարավորություն չեն ունեցել։ Մենք տղաներ ունենք, որոնք ծնվել են դրսում եւ հայկական անձնագիրը ստացել են դեսպանատնից։ Ինքը ծնվելով, չգիտեմ, օրինակ Լեհաստանում, քանի որ ծնվելու պահին իր ծնողները եղել են Հայաստանի քաղաքացի, ինքը մեխանիկորեն ստանում է Հայաստանի քաղաքացուն, Լեհաստան իրեն անձնագիր չի տալիս, ասում է դու Հայաստանի քաղաքացի ես, քո ծնողները այստեղ նույնիսկ ապրելու իրավունք չունեն կամ ապրելու իրավունք ունեն, բայց քաղաքացիություն չունեն, ժամանակավոր է եւ ինքը ծնվելով Լեհաստանում ստիպված վերցրել է հայկական անձնագիր, վերցրել է դեսպանատնից, վերցրել է եւ հաշվառվել է եւ Հայաստան ընդամենը 1-2 անգամ եղել է եւ մենք այդ տղային չենք կարող քրեական պատասխանատվության ենթարկել, արդար չէ, ազնիվ չէ, քրեական պատասխանատվության ենթարկել, մեղադրել բանակից փախնելու մեջ։ Մենք այս թեմայով, քանի որ ես հենց Եվրոպայում ծնված հայերի մասին խոսեցի, կուզեմ ասել, որ Եվրոպայում բազմաթիվ հայ տղաներ կան, որոնք չեն կարողանում այնտեղ իրենց բնակության վայրի երկրներում կարգավորել իրենց փաստաթղթային հարցերը։ Այո։ Տեսեք, Գերմանիայում ապրում են, դիմում են Գերմանիայում ապրելու իրավունքի համար, ապրելու իրավունքի ժամկետը լրացել է երկարացնելու համար եւ ամենտեղ իրենցից պահանջում են հայկական անձնագիր։ Եթե մենք հայկական անձնագիր չենք ներկայացնում, բնականաբար եվրոպական երկիրն ասում է ինչպես ես քեզ տամ ապրելու իրավունք, եթե դու քո պետության անձնագիրը չունես, մենք օգնում ենք, ուղարկում ենք փաստաթղթեր, որտեղից երևում է, որ անձնագիր չունենալու պատճառը բանակային խնդիր է։ Եվ քանի որ եվրոպական երկրներում այդ պարտադիր ծառայությունը չի ընդունվում, ինքը համարվում է մարդու իրավունքների խախտում։ Եվ եվրոպական երկրներում հասկանալով, որ անձը Հայաստանի հետ լուրջ քրեական բնագավառի ոլորտի խնդիրներ չունի, այլ ընդհանրապես բանակային խնդիր է, ընդառաջում են եւ տալիս են նաեւ ապրելու իրավունքը առանց վավեր անձնագրի, այդ մասով մենք Եվրոպայի հայերին կարողանում ենք օգնել եւ Եվրոպայի հայերից շատ կան նաեւ առաջարկներ, իրենք խնդրում են, որ
այս համահայկական ծրագրերով կազմակերպենք նաև Երևանում հավաք, իրենց կողմից եւս հրավերներ կա հայկական համայնքների կողմից, եւ մենք 2026 թվականին մեր ծրագրերը մենք շատ երկրկուն, այո, երկարաժամկետ են, մենք 2026 թվականին նախատեսում ենք եւ այցեր, եվրոպական քաղաքներ, մեր հայկական համայնքներ եւ նաեւ 2026 թվականի օգոստոսին նախատեսում ենք հյուրերի ընդունում, եվրոպական հայկական համայնքներից ներկայացուցիչներ ենք ցանկանում հրավիրել եւ այստեղ նշածս հարցերի հետ կապված լայն քննարկում կազմակերպել։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցեցինք փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ, տեսություն կհանդիպենք։